Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Հովիարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։ Բարեհրավեր Ռոնի Ղարիբյան Ռուսիայի ֆինանսինգ գերչան կողմից այսօր արդեն ապրիլ 26 2026 թվականն է։ Ունենք բավականին նորություններ շուկայում ինչ է կատարվում, որ մեկսից հետո ձեզի մի կեմ բացատրեմ ընդհանրապես եւ անշուշտ ավելի կարևոր նորություններ, մանավանդ եթե վաճառող եք կամ մանավանդ եթե տուն առնող եք, բայց ավելի շուտ վաճառողների համար ինչեր կա այս ամսվա համար, որ արդեն ամիսը վերջանում է, բայց կարևոր է շատ։ Անշուշտ ունենք շատ թեթև խոսամ իմ ընտրությունների մասին, ինչպես իմանում եք, քաղաքի խորհրդի անդամի տեխնացու եմ, անգլերենով ասում է Glendale City Council candidate, որ այսօր 5 հատ քաղաքապետության խորհրդի անդամներ են, 3 աթոռը բացվում է, 3 հոգի նոր անձնավորություններ կարող են ընտրվեն, 2 հոգին մնայուն են առայժմս, մեկը Արդի Քասակյանը եւ մյուսը Վարդան Ղարականյանը, երկուսն են մնում են մինչեւ 2 տարի էլ եւս, բայց մյուս 3-ը, որ մեկը լինի Արանա Ջարյանի աթոռը, որ ինքը հրաժարվել է ընդհանրապես, չի ուզում նորեն իր տեխնացությունը դնի, 3 աթոռ, որ ես այդ 3-ից մի հատը ձայնը տալու ժամանակ, որ մայիս 4-ին տուները գալու է, տունից կարող եք absentee ballot լրացնեք, եթե չեք կարող հեռաձայնեք, մենք գանք ձեր տուները ձեզ սիրով կօգնենք եւ անշուշտ եթե ոչ հունիս 2-ին անձնապես մատնահերքով պեկերթակ եւ ձայն տակ անձնապես եւ եթե կուզեք մեքենա տանենք, բերենք ձեզի, կարող ենք այդ ձևով էլ օգտակար լինենք, բայց մեծամասնությունը տուներից եթե ուզում եք ձայն տակ մայիս 4-ից հետո ձեր տուները գալու է թղթատոմսերը, այդ թուղթերը կարող եք օգնենք ձեզի լրացնենք։ Քաղաքապետության մասին չեմ ուզում շատ երկար խոսալ այսօր, որովհետև ահագին լուրեր ունեմ ձեզի տալու, բայց երկու բան կարևորություն ուզում եմ մի հատ հասկացնեմ ձեզ, որ ինչ է կատարվում։ Մեկը լինելով բյուջեի մասին է, որ ընդհանրապես Գլենդել քաղաքը ինչպես իր բյուջեն, իր եկամուտը եւ իր ծախսերը համապատասխան չի վերջի քանի տարին, ամեն տարի ունի եկամուտ, ինչպես քաղաքը որպես բիզնես եւ եկամուտը որ դրանքից է մեծամասնությունը դեր tax-երից, այսինքն եթե դու ես օրինակ ասեմ, եթե ես խանութ եւ վարունգ ես առնում, կաթ ես առնում եւ վրան գրված է 1.99, այդ 1.99 վճարելու փոխարեն վճարում ես $2.20 cent, կլորակացնում եմ թիվերը, 20 cent շատանում է այդ 1.99-ից վրա, այսինքն այդ $2 ելում է 2.20, այդ 20 cent-ը որ ավելորդ ես տալի, այդ 20 cent-ից մի մասը եթում է Գլենդել քաղաքապետության, մնացածը Լոս Անջելես եւ State-ին, եւ այս 20 cent-ը որովհետև ամեն տարի, դա մի հատ եկամուտներից է,
Մյուս եկամուտներից, որ ունեն ձեր կայծ ու ջուրը, կայծը մանավանդ էլեկտրականությունը, որ ամեն ամիս գալիս է ձեր համար, ինչպես տեսել եք, ամեն ամիս բարձրանում է եւ կամ ամեն տարի բարձրանում է եւ ինչու է բարձրանում, որտեղ քաղաքապետությունը գումարներ են ծախսում անտեղի, գումարներ են ծախսում, թիվեր են ծախսում առանցի հաշվարկի, որովհետեւ ներկայիս խորհրդի անդամներեն մեծ մասը թվաբանության մեջ մասնագիտություն չունեն եւ է սխալ հաշվարկներով դրամ է ծախսում։ Ինչպես իմանում եք, դրամ ծախսելը շատ հեշտ է, շատ էլ արագ այթում, բայց եկամուտը հետ ներս բերելը շատ դժվար է։ Ուրեմն այս ամեն տարի մոտ 30 միլիոն դոլար բաց ունեն, պակաս ունի Glendale-ը։ Եվ այդ 30 միլիոն դոլարը լցնելու տեղը այդ ձեր 20 սենտը, որ մի քիչ առաջ ասումի, ուզում են այդ 20 սենտը շատացնեն։ Այսինքն եթե ես վարուն կառնես $2, միջոմը վճարում էր 2.20, կարող է լինի 2.25։ Օրինակ եմ ասում։ Հիմա այդ թիվերը չեմ ուզում անդրամաս, բայց ինչևիցե ավելի շատ։ Երկրորդ եկամուտի աղբյուրը ասեմ ձեր կայծ ու ջուրի հարցն է, այդքան էլեկտրականության հոսանքի ծախսը չի շատացել, այլ վրան դնում են ավելնորդ ծախսեր, որ կապ չունի էլեկտրականության։ Այսինքն ինչ։ Այսինքն երբ որ այդում ես դու մահատ եթե չեմ իշխան տեղյակ եք դե չէ, օրինակ այդում եք Coca-Cola եք առնում, խմիչ սոդա եք առնում, եւ էլ $2 2.20 սենտ է, բայց 2.25 է, դա ինչու, որտեվ 5 սենտ էլ ունի ավելնորդ, որովհետև այդ ալումինիումի կամ պլաստիկի տուփի մեջ այդ պլաստիկը մաքրելու կամ սարքնենցի աղբի մեջ դնելու, որ ջվնասի բանը, այսինքն ավելնորդ ծախսեր են, վրան ավելացնում են, որ անիմաստ է։ Ինչպես ասեմ, օրինակ, երբ օթանավի տոմսա կառնեք, ասում է տոմսը $100, բայց $100 ուզում եմ քո չամադանիդ համար, վալիզիդ համար, քո լագեջիդ համար, $20 ուզում եմ, որովհետև մեջ ճաշ ես ուտելու, $10 ուզում եմ, որ թիքեթը անձնապես տամ, քան թե on-line տամ, ուրեմն այդ $100 դեմ $1400, բայց ասում եմ, բայց օթանավի տոմսը 1000 է, այդ $400 ավելնորդ ծախսեր են, որ կապ չունի ծախսին։ Հիմա նույնը էլեկտրականությունն է։ Շատացնում են ոչ թե էլեկտրականության ծախսն է շատացե, որովհետև 30 միլիոն, ինչևիցե չեմ ուզում շատ խորանամ մանրամաս հեռուստակայարանից, որտեղ ես ուզում խոսամ ծրագրի մասին, մեր բուն ծրագրի մասին, բայց ուզում եմ ասեմ, եթե ինձ կուզեմ անպայման ձայն տակ, որ ես մտնեմ այդ քաղաքապետության մեջ եւ ասեմ, նայ 30 միլիոն դոլարի խնդրեմ ունեք, եւ հետո մեր ժողովրդից մի հանեք այդ խնդրեմը։ Դուք որտեղ 30-ը շատանում է, ամեն տարի շատանում է, ծախսում են եւ ասում են լավ ժողովրդից կառնենք, ժողովրդից առնեն, այս ժողովուրդն էլ թոշակի վրա են, ամեն մարդ ի վիճակի չի, մարդը կա թոշակի վրա չի աշխատում են, բայց ծախսը շատացել է, 2 երեխա ունի, 3 երեխա ունի, փոքր են եւ մողքի աշխատում տան մեջ, որտեղ երկրորդը պետք է երեխեքին հասնի, տանի բերի, նայող չունի, ծախսերը թանկացնելը իրանց համար շատ հեշտ է նստել ասեմ, որ ծախսերը բարձրացնենք ժողովրդից կառնենք։ Սո անպայման նոր 3 հոգի պետք է թարմ 3 հոգիներ, որ եւ փորձարու, հա, ոչ թե պարզապես հայա, լավն է, մեղք է, սիրուն է, մերն է, փորձարու մարդիկ պետք է, շատ վտանգավոր որոշում է։ Չեք ուզում քվետակ 3 հոգու կամ 2 կամ 1։ Միայն մինչև 3 հոգու կարող է քվետակ, մինչև 3 հոգու, ուզում եք այդ 3 անձնավորությունները փորձարու անձնավորություններ լինում մասնագիտություն ունենան եւ այլն։ Ինչպես ասեմ, եթե ամենից լավ նախկինում ասել եմ, ամենից լավ սիրտի բժիշկը հոյակապ սիրտի գործողություն անում աշխարհում անթիվ մեկն է, բայց իրան մեքենա խնդրեմ ունի, մեխանիկի մեքենա գտաս իր ձեռքը սարքի, կարող է սարքի, չի կարող սարքի։ Կամ ամենից լավ մեխանիկը աշխարհ, ամենից լավ ինժեները, ամենալավ ինժեները, արքիտեկտը, իրան գտաս սիրտի գործողություն անի, ոչ, իր մասնագիտությունը չի։ Շոբեգետակ իր մասնագետ ժողովրդին, կամ նույնիսկ մեր հայերի համար մաճելի արժեքներով, որ affordable housing են ասում, պակասություն ունենք։
ժողովուրդը վարձերը չեն կարողանում տան։ Նույնիսկ գործով թոշակի վրա լինես, ոչ թե պետական թոշակ, այլ աշխատերս taxes տվել, նույնիսկ դրանք էլ չեն կարողանում, չեն ուզում հայերը դատարկվեն Գլենդելից։ Ուզում են Գլենդելը հայկական գաղութը պաշտպանենք։ Ճիշտ մարդկանց, ինձ խորհուրդ, եթե հարցում ունեք հեռազանեք գրասենյակը կամ ձեր թուղթերը բերեք գրասենյակ, սիրով ձեզի օգտակար կլինենք այդ ձևով եւ այս ինչ որ տեսնում եք հետեւը սայները, ինչ որ ձեր դուրի առաջ տեղավորենք այս լանսայլերը փողոցը, հեռազանեք բերենք ձեր դուրի առաջ, բայց որևէ օգնություն կուզեք սիրով հեռազանեք օգնենք։ Անցնենք բուն մեր գործի լուրերի մասին։ Ուրեմն եթե տուն վաճառելու մասին կամ առնելու մասին ծրագիրներ ունեք, մանավանդ այս տարվա մեջ, ես հիմա ձեզ ցույց եմ տալու, որ ինչպես ուղղակիորեն տարբերություն կանի, որ ինչքան գումար եք շահելու ձեր տան վրա, եթե վաճառում եք, եւ կամ ինչքան ավել եք վճարելու, եթե առնող եք։ Դա մասին մի քիչ պիտի խոսանք։ Հիմա ներկայիս շատ կարևոր մի հատ փոքրիկ կարևոր ժամկետ է, որ շատ կարևոր է, եւ ժողովուրդը չեն անդրադառնում ստա մասին, որովհետեւ այս ժամկետը պատմության մեջ որ նայեր են վերջի տարիների ընթացքին ապրիլի վերջավորությունը, որ մայիսի սկիզբը ապրիլի վերջավորությունը, ամենանց ուժեղ մի հատ ամիսներից կամ օրերից կամ շաբաթներից նայել է լրիվ տարվա ընթացքին, որ հնարավորություն է տալի վաճառողների համար, սելերների համար եւ նույն ժամանակ գնողների համար որպես պահանջը հետ է գալի։ Այսինքն ամենից լավ ժամանակներից է ապրիլի վերջը, մայիսի սկիզբը վաճառողների համար, որովհետեւ այդ ժամանակն է, որ գնողների պահանջը շատանում է։ Անշուշտ չի նշանակում էսի օտոմատիկ ձևով ամեն մարդ ինչ որ դներ շուկա վաճառվում է, ոչ։ Այդտենց էլ չի։ Շատ բաների է կախյալ, մեկը լինելով timing, այսինքն ճիշտ ժամանակով, ճիշտ օրով, ճիշտ շաբաթով, ճիշտ ժամանակով։ Երկրորդը ռազմավարությունը, այսինքն ծրագրումը, այսինքն strategy, այսինքն ինչպես ես մոտենում ծրագրել ավելի շուտ ռազմավարությունը այս քո աշխատանքին հետ։ Եվ ինչպես ես շարադրում եւ ավելի structural անում, որ պատրաստում, որ ես ինչպես մոտենանք այս հարցին։ Եթե հաջորդ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքին տուն առնելու նպատակ ունեք կամ մտածում եք կամ վաճառելու կամ առնելու կամ վաճառելու, մեզ հեռացանեք, մենք որտեղ ամեն անձինը նույնը չի, ես քեզ ասեմ, այս բաները պետք է անես։ Ամեն մարդու տունը տարբեր է, ամեն մարդու պահանջը տարբեր է, ամեն մարդու մեզ հեռացանեք, մենք ձեր համար այս ռազմավարությունը եւ այս ծրագրումը եւ այս մոտեցումը ձեր համար ճիշտ ձևի կարող ենք անձ ձեր համար ծրագրենք։ Բայց մեկ քիչ մանրամասեր ասեմ, որովհետեւ հիմա ժողովրդային խոսքերով կամ նստելով ենթադրելով, որ ես կարծիքս սա իմանում եմ, տունս այսքան կծախվի, սենց անեմ, այնպես կանեմ, ոչ։ Նորից տեղեկություններ կա, որ տարիներ, որ պահեր են, որ տեսեր են, որ այն տուները, որ լիստայել է մարքեթում ապրիլի վերջավորության 18% ավելի շատ իր asking price-ից ավելի շատ է վաճառվել։ Այսինքն եթե օրինակ եմ տալի, եթե 1 միլիոն ես լիստանում, 1 միլիոնից ավել է վաճառվել այն տուն 18% ավել այն տուները, որ ապրիլի վերջավորությանը լիստել է։ Քիչ փող չի եւ քիչ տարբերություն չի, մեծ թիվ է եւ այդ իրականում դրամ է, այսինքն մի բան չի որ։ Ինչու այսի պատահում, ինչու նայենք ինչու։
որովհետև գնողները ապրիլի վերջավորության եւ մայիսի սկիզբը ավելի սկսում են ակտիվորեն տուն ման գալ։ Դա մեկ թիվ ունենք։ Եվ նույն ժամանակ ապրիլի վերջավորության ընդհանրապես դեռ ամեն շուկան չի շատացել, ասում ամառը դնենք վաճառքի։ Սո ապրիլի վերջը մայիսի սկիզբը դեռ շուկան չի լցված ինվենտորիներով, այսինքն չի շատացել շուկայական տուները։ Եվ competition-ը կամանց շատանում է արդեն։ Եվ այդ բոլորի վրա այն տուները, որ այս փոքր պատոհանի մեջ են լիստելնում, մոտ 4% average ավելի թանկոտ են ծախվել։ Այսինքն 18% ավելի շատ տուն է ծախվել եւ 4% ավելի թանկոտ է վաճառվել, որ ամենից բարձրն է ունենք լրիվ տարվա ամիսների մեջ, որսի տարիներու ուսումնասիրությունը։ Բայց ամենակարևորներից, բացի որ 18% ավելի տուն է ծախվել եւ 4% ավելի թանկ է ծախվել, ամենակարևորներից 17% ավելի արագ է վաճառվել 14 օրվա մեջ, քան թե մի ամսվա մեջ։ Տեսնում եք ինչքան տարբերություն է անում այդ ապրիլի վերջը մայիսի սկիզբի տունը որ վաճառքի է դրվում 4% թանկոտ է վաճառվել, 18% ավելի շատ տուն է վաճառվել, քան թե մյուս օրերն ու ամիսները, եւ 17% այդ տուներինը 14 օրվա մեջ է ծախվել։ Այսինքն ամեն փաստերը կա։ Սո արագությունը մեծ դեր է կատարում, ինչքան արագ ծախես, որտեղ ինչքան երկար է մնում շուկան, ավելի negotiation, այսինքն ուզում են ժողովուրդը գան եւ ձեր հետ negotiate անելու համար բայերների լեզուն երկարում է եւ այդ պատճառ կլինի, որ արժեքը իջացնես։ Բայց սխալներ կա, որպես վաճառողներ, այս սխալները անում են եւ ինչ են այդ սխալները։ Նրանք ասում են, ես մենակ այդ համտունը list կանեմ, I just list my home, list անելով կարծում եմ, որ list եմ արել ապրիլի վերջավորը, հեսա մի շաբաթ եմ list անեմ, եւ կարծում եմ, որ տենցի կվերջանա list արամ ժամանակին, Պարոն Ղարբյան ասավ, արամ։ Եվ դա որ you gonna lose money եթե այդ ձևով մոտենաս հարցին, որտեղ այսօրվա շուկան, այսօրվա մարքեթը, ինչպես մեկ քիչ առաջ ասամ, այս ռազմավարությունը, այսինքն strategy-ն, ծրագրումը շատ ավելի կարևոր է, քան թե եւ ժամանակի կողմից կարևոր է, քան թե միայն այդպես լիստ անես կամ արժեքը դնես։ Նորեն, եթե վաճառելու ծրագիր ունեք, մեզ հեռացայինեք, որտեղ ամեն մարդունը նույնը չի, մեկինը ռեմոնտի պետքություն ունի, մեկինը չունի, մեկը staging պետք ունի, մեկը չունի, մեկի արժեքը պետք է քիչոտ ելնի, մեկինը ավելի շատ, մեկինը եւ այլն, վիդեոները, նկարները, advertising-ը, flyer-ները ումին են target անում, մենք ամեն մարդու չես ուղարկում, ունենք ովքեր են նայում եւ այլն, եւ այս strategy-ի հարցը եւ credit տնենք, դիջի տնենք, ինչի credit տնենք, credit տնենք, չչանի եւ այլն։ So հեռաձայնեք ամեն մեկ տունի համար եւ մեկ անձնավորության համար տարբեր է, այսինքն այն տունը որ ստեղում օրինակ Glendale-ի հարավը Maple-ի վրա է կամ Wilson-ի վրա է կամ California-ի վրա է, տարբեր է, ինչ-որ Cumberland-ի վրա է, տարբեր է, ինչ-որ Greenbrier-ի վրա է, տարբեր է, ինչ-որ Chevy Chase-ի վրա է, տարբեր է։ So հիմա նայենք ֆինանսավորման մոտեցումը ինչպես է այս հարցի մեջ տեղավորվում, ուրեմն Mortgage Bankers Association-ը, որ բոլոր ֆինանսավորման ընկերությունները մեծամասնությունը կազմ են կազմում, ես այդտեղից մեկն եմ, ես անդամներից մեկն եմ Mortgage Bankers Association-ը, միայն այս շաբաթվա մեջ, այս շաբաթը որ անցավ, եւ չմոռանաք շաբաթը չորեքշաբթի են անում, այսինքն 3-4 օր առաջ չորեքշաբթին, անցյալ չորեքշաբթից մինչև վերջի չորեքշաբթին application-ները, որ ժողովուրդը դիմել են վարկի 8% մեկ շաբաթվա մեջ բարձրացավ։ Այսինքն տեսնում եք, մոտենում ենք դեպի ապրիլի վերջավորության, այսի ապրիլ չորեքշաբթի ինչ էր ելնում 20-ը չսխալվեմ,
21-ը, չէ 22-ը, չորեքշաբթի ելում էր ապրիլ 22-ը, ապրիլ 15-ից մինչև 22-ը mortgage application-ները 15-ից մինչև 22-ը 8% բարձրացավ։ Եվ այն application-ները, որ տուն առնելու համար էր 10% ավելացավ, ընդամենը 8%, բայց 8%-ի 10%-ը միայն տուն առնելու համար էր, եւ էսի 14% ավելի շատ, քան թե անցյալ տարի։ Եվ էսի արդեն փաստը ցույց է տալի։ Փաստը այսպես ինչպես ենք տեսնում, այս տեղեկությունները մենք ունենք, դա համար պետք է մեզ հերազանեք, մենք ձեզի ճիշտ բացատրենք, որտեղ դուք ժողովրդական խոսքեր եք լսում, մենք ունենք թվեր, փաստեր, անալիզներ եւ այլն եւ այլն։ Որովհետեւ տոկոսները հետ իջավ պատերազմի առաջի քանի շաբաթը արդեն նորեն 5.3-րդների մեջ ենք տոկոսները։ Թող լավ ձևի հասկանանք այս մանրամասը, երբ որ գնողները հետ են վերադառնում շուկան, որտեղ տոկոսը, ժամանակը, երեխաների դպրոցը, ամուսնացել են, նոր երեխաներ ունեն, կյանքը շարունակվում է ժողովրդի համար աշխարհում։ Այս պայմանները, որ ասում են let's wait and see, ասում անգլերենով, հələ նայենք ուր է այդում, հələ սպասենք, չկա մեծամասնության ժողովրդի համար, ամեն մարդու համար չի։ Ամեն մարդ այդ luxury-ն, այդ հնարավորությունը, այդ չունի, որ սպասենք։ Ասում երեխան ծնվել է, երկրորդ էլ եկել է տունի մեջ տեղ չունենք, մենք ննջարանի մեջ ենք, պետք ունենք երկու ննջարան։ Let's move, այդքան տուն առնենք։ Կամ վարձերը թանկանում է, ասում նայ, ես չեմ կարող մեկ ժամ ու կես թրաֆիկով քշեմ, որ երեխին տանեմ դպրոց, թե չէ, այդ հեռու եմ ապրում, պետք է գամ մոտիկ, մամիս մոտիկ, է թանկ է, լավ ինչ անենք, այսինքն հնարավորությունները կամ երեխայի դպրոցը, ուրիշ դպրոց պետք է, դա չեն կարող դնենք այն դպրոցը, ընկերները ստեն եւ այլն։ Գնողները հետ են եկել շուկա, կամ ավելի շուտ հետ են գալի, կամ գալու վրա են, բայց պետք է հասկանանք, երբ որ էլ գան, որ գալու են գնողները, competition-ը հետ նորեն սկսել նորեն մեր տունի վրա 3-4-5 հատ աֆերներ կա։ Եվ արժեքները ուզենք չուզենք բարձրացել է, բարձրանում է, չի իջե, եւ չի իջնելու առայժմս։ Եվ այդ հնարավորությունները, որ ունես որպես buyer, կամաց կսկսի անհայտանալ եւ կորցնել, որովհետեւ ուրիշները կգան շուկան եւ խնդիր կունենաս։ Նորեն եթե գնող ես, եթե ծրագիր ունես առնելու հաջորդ 6 ամսվա մեջ կամ 1 տարվա մեջ կամ 3 ամսվա մեջ հանդիպենք, մենք ձեզի խոսանք ոչ թե միայն ինչեր պետք է անենք, անշուշտ նախապատրաստությունները կտեսնենք, հետո կասենք դու ընդհանրապես տուն կարող ես առնես, թե չես կարող առնես, եւ կարող ու չկարողանալը ոչ թե թղթերի վրայից, այլ ձեր ապուստի, lifestyle-ի, կյանքի, ծախսերի, եկամուտի, երեխաների տարիքին, ձեր տարիքին, գործի տեղին, գործի տեսակի վրայից մենք մենք analyze ենք անում, վերահաշվում ենք եւ մենք խորհուրդ ենք տալի պաշտոնական ձեզ, որ մենք իմ կարծիքով ես դուք ընդհանրապես հիմա տուն առնելու ծրագիր պետք է չունենաք, գնացեք այս բաները արեք, կարող է 1 տարի, 2 տարի, 5 տարի հետո այն ժամանակ վերլուծենք նորից։ Կամ ասելով, որ դու այսքան ժամանակա ափսոս սպասել ես, շուտ անենք տուն պետք է առնես, որտեվ էսա, բայց այս տեսակով քո պայմանների տակ։ Հիմա խոսանք անշուշտ, այս որ ասում եմ, քանի հատ Միացյալ Նահանգներինն է, բայց National Association of Realtors, որ նորեն ես այդ անդամներից եմ այդ ընկերության National Association of Realtors-ի, pending home sales-ը, այսինքն տուները, որ էշկուա բացվե մարտ ամսվա ընթացքին, ապրիլին է դեռ չունենք, մարտին, որ էշկուա բացվե, մոտ 1.5% ավելի շատ էշկուա բացվե մի ամսվա մեջ։ Բայց West Coast, որ մենք մեր ասել Utah, Nevada, Arizona, Denver, Colorado, California եւ այլն, ընդանց մեր մասը մի քիչ իջեր է։ Եվ դա կարևոր է, որովհետեւ վաճառողների համար մեծ ծախս է նայում, երբ որ չի վաճառվում։ Բայց
դժբախտաբար Գրենդելին չի ազդե այդ ձևով, որտեղ տեսնում ենք առօրյա։ So այս այդ շուկան չի, այս այդ մարքեթը չի, որ list անես արժեքը overpriced, ավելի թանկ, մանավանդ West Coast-ում, որտեղ կմնա շուկայի վրա ամիսներ ու շաբաթներ եւ այն հույսով, որ Աստված առաջ լավ կլինի։ So էլ նորեմ ասում եմ strategy, ռազմավարությունը շատ կարևոր է, եթե սկիզբից անել։ Եթե ուշացել ես, եթե լիստ ես արել սխալ, եթե ամիսները անցել է, մեկ քիչ դժվար է ելնում հետո այդ նորեն ծրագրել այդ հարցերը։ So այսօր անպայման ճիշտ արժեքը ավելի շուտ վաճառելու հնարավորությունը եւ շահույթ ունես։ Սխալ արժեքներով դնես, շուկան կմնա ավելի երկար եւ խնդիր կունենաս։ Նույնիսկ եմ ասում, մեզ հեռացանեք, որովհետեւ ամեն մարդու համար տարբեր է, մատ ընդհանուր ես դեզի տեղեկություններ եմ տալիս մեկ ժամվա ընթացքին, բայց որովհետեւ ամեն անձնավորության տունը պայմանները եւ այլը տարբեր է, հեռացանեք ինձ ավելի կոնկրետ։ Հիմա խոսանք ուղղակիորեն ինչ կազդի ձեր վաճառելու sales price-ը ուղղակիորեն։ Եվ իրականության մեջ այսօրվա գնողները ինչ են ուզում։ Եվ էսի շատ հետաքրքիր էր, որ ես այս զեկույց, այս լուրը ձեր համար պատրաստում եմ եւ ուրբաթ օրը աղջկաս պետք է տանեին դպրոց Ալեք Փիլիպոս Հոլիվուդ, որ իրանք ինքնաշարժերով, բասերով պետք է տանին հուշարձան Մոնտեբելլո դպրոցի կողմից ապրիլ 24-ի առիթով եւ ճանապարհին, որտեղ Հոլիվուդ է դպրոցը, ճանապարհին ինքը շրջվավ եւ ասավ «Օպա, շենքերը դպրոց էր, դպրոցները կա ճանապարհին եւ էսի ամերիկյան public school-ներ են»։ Եվ ասա որ նայես շատ 9-րդ աղջիկս, ասա որ նայես ինչ հետաքրքիր architecture, այսինքն իրանց դիզայն, իր դեկորը շատ գեղեցիկ է ասավ, շատ սիրուն դիզայներ ունի, շատ գեղեցիկ շենքեր են, միայն չեմ անում ներսը ինչպես է։ Եվ ես էլ ասում եմ ներսն են լավ է, որովհետև public դպրոցը գումար դրամ շատ ունեն, միշտ նորոգում են, ներկում են, հասնում են ժողովրդի մասին չի խոսքը, որպես կալված, որպես չենք, բայց դուսիս ես էլ նայամ այդ Հոլիվուդի աղյուսներով, դիզայներով, հինություններով շատ գեղեցկություն է, որ իմ 15 տարեկան աղջկաս աշկը գրավեց եւ ինձ այդպես արտահայտվավ։ Եվ անմիջապես ուզում եմ կապեմ ես զեկույցի, որ պաշտոնական լուր է։ Այս պաշտոնական լուրը, որ հաշվել են նորեն դեթայով այսօրվա պայմաններով, որ այսօր գնողները, բայերները ինչ են ուզում այդ տուն նայելու ժամանակ եւ փաստերով, որտեղ այս կոմպյուտերներով հիմա ամեն ինչի ունենք փաստերը։ So իրանք միայն չեն նայում square footage-ի մեծության կամ փոքրության, այլևս այդ չափսը այդքան կարևոր չի իրանց, բայց նայում են տունի քարակտերը, տունի ինչ տեսակ բնավորություն ունի, քարակտեր ունի, ինչ է խոսում մեր հետ։ Տունի տաք լինելը warmth, որպես ընդունող տաք տունը, ոչ թե boring սար քառակուսի։ Եվ իր unique features, այսինքն իր մանրահատուկապես հատուկ իր բաները ունի, որ ուրիշները չունեն, շատ unique feature-ներ ունի։ Եվ ինչեր ավելի շատ մանրամասի անցնելով, օրինակ գերանները, որ տանիքի ներսը, տունի ներսը, որ գերանները exposed beams, բացահայտ գերանները, նրանց համար կարևոր է այսօր որ տեսնեն։ What do you know?
աղյուսներով brick, աղյուսներով տունը ավելի է գրավում այսօրվա գնողներին, քան թե modern ձևի, որ միշտ հետևից է գել է տարիներ։ Open shelving, այսինքն սիրում են, որ այս բաց ոչ թե գոց կաբինետներ, որ շարեն shelving ելնի, որ ասենց։ Եվ ամենակարևորը միջդարյան, այսինքն mid-century design, դիզայնը միջդարյան դիզայնով ելնի եւ անշուշտ դրսի outdoors ապրելու ավելի առօրյա դուսը օգտագործելու։ Սո տեսնում եք, պահանջը լրի փոխվել է եւ որպես սելերներ որ կաք, ձեզի ասեմ այսօրվա պայմաններով, այստեղ ավելի կարեւորություն է տալի այսօրվա գնողները, քան թե սովորություն ունենք այդ modern-ը, որ անում են սպիտակ, եթե հիշում եք, ես տարիներ ձեզ ասում եմ, որ չեմ սիրում այդ սպիտակ ճիշտ հիվանդանոցի նման եւ սպիտակ լույսերով ավելի տաք լույսերի միշտ ձեզի ասում է դեղնագույն լույսերը որ սովորենք որ տոնում էլ ես այդ LED սպիտակները երբեք չեմ սիրել եւ անշուշտ պատասխան տուներ եմ ցեզ ցույց տալի որ ավելի Pottery Barn style գաթիկ ասում ես իմ ճաշակով ստայլը միշտ տեսել որ մեծ հետո նորեն տուն եք սկսել So դուք որպես seller, որպես վաճառող երկու տուն կարող է շատ 100%-ով իրար նմանություններ շատ ունենան։ Բայց մեկ ավելի արագ է վաճառվում, քան թե մյուսը եւ ավելի շատ փողի համար դու գումար ավելի շատ, որովհետեւ ճիշտ ձևի է մարքեթ եղեք, ճիշտ ձևա ռեգլամել է, ճիշտ ձևա ժողովրդին ցուցադրվե տունը։ Եվ այդ ինչից է գալի մեկը անշուշտ presentation ցուցադրությունը, բայց presentation-ը staging-ն է, ներսը սեղանաթոռն է, ներկն է, մոտեցումն է, նկարներն է եւ storytelling պատմությունն է, ինչպես ես ներկայացնում ես տան մասին եւ positioning, այսինքն ինչ ձև, ինչ ժամանակով եւ այլն։ Եթե տունը ունի հատուկ կարևոր բաներ եւ չասես իր մասին կամ չբարձրացնես դու այդ պարզապես չանսը կամ այդ դրամը որ պետք է ավելի շատ շահես թողնում ես դուս նույնիսկ եմ ասում մեզ հեռացանեք եթե տուներ ունեք ամեն մարդու համար տարբեր է եւ ձեզի կոնկրետ կարող ենք ուղղակի ասենք ամեն մեկի համար ինչ է բայց օրինակ տամ մեր հայրենակիցի որ լիստինգ ունենք հիմա լիստելած ամիս հետո ցույց կտանք իմ մոտեցումս տպավորությունս որ ներս մտամ տունը տեսնեմ որպես վաճառելու աշկով եւ 34 տարվա փորձառության վրայից երկու բան անմիջապես անդրադարձա որ վաճառողին էլ ասամ եւ նույն ձևի էլ MLS-ի մեջ այդ մանրամասը գրել եմ առաջի բան անդրադարձա որ լույսավոր է անկյունի վրա պատոհաններ եւ աստծո տված լույսը ներս է գալի եւ այդ արևն ու այդ լույսը որ ներս է գալի զգում ես դուրը բացելով լույսի մեջ ես մտնում եւ երկրորդ բանը որ ինձ գրավավ այդ լույսավորությունը այդ լույսով պատոհաններից դուրս եմ նայում բացություն եմ տեսնում եւ այդ բացությունը խաղաղություն է տալի քան թե շենքերի մեջ կողպված նայում են հարևանները կամ ես տեսնում եմ տկեղ նահար եւ բացություն եմ ասում տեսնում եմ ուրիշ շենքեր չեմ ասում բայց նույն այդպես մոտիկից այդ բացությունը եւ այդ նույն ձևի մենք MLS-ի մեջ այդ ձևով գրամ եւ ունեցել են գնողներ օտարազգեր չենք իմանում չեմ ամովել իրաց բրոքերների միջոցով եւ տեքստեր ունեմ որ իրանք ասել են որ օ իմ հաճախորդս եկավ եւ տեսավ եւ այդ լույսավորությունը եւ այդ բացությունը իրան գրավեց այսինքն իմ գրածս եւ իմ ասածս գրավել այդ գնողին մոտիկից եկել է տեսել է եւ նույն ձևի ընդունել է եւ ասել է ճիշտ է եւ ուզում եմ ես տուն տեսակ ինչքան տարբերություն անում բայց նորեն փորձառության վրայից է գալի հիմա շատ ինչպես ասամ պատոհանի ես հարցնա որ ունենք ապրիլի վերջավորության մայիսի սկիզբը, բայց չի նշանակում թե ուշացար այլ պատճառներով աշխարհի վերջինա ոչ։ Բայց հիմա այս ամիսները, այս ժամանակները
գնողների պահանջը շատանում, ասում եթե գնող եք շուտ արեք, որտեղ competition-ը շատանա։ Տոկոսները համեմատաբար լավ է, ինվենտորին դեռ այդքան չի շատացել, շատանա, եթե վաճառող եք խնդիր կունենաք եւ գնողների վաճառողների համար մի հատ էս պատոհանա, որ ինչպես ասամ, որ չեք ուզում կորցնեք։ Եվ այս պատոհանը միշտական չի անշուշտ քան թե մյուս տարի։ So բեկե շուտ shift անեք, քան թե այս պատոհանը չի կողպե։ So այնտեղ որ շահելու են այս պայմաններից, այնա որ անշուշտ ծրագրված եւ փորձառու անձնավորությունների հետ կամ իմ հետ խոսելուց հետո կարողանաք մոտեցում դնել, քան թե ասեք, այդքան լիստ անենք եւ եթե ինչպես ասամ, էսի պարզապես ձեր համար ուզում եմ իմ հետ խոսակ, հեռաձայնեք, ոչ թե pressure, ոչ թե արագացնեք, ոչ թե շու, այլ պարզապես կարողանաք մի հատ հստակում ելնի, որ մաքուր պարզ հստակություն, որ ուր այթալու, ինչ այնելու, ինչ չի ելնելու եւ ավելի պարզ clear strategy եւ պարզ clear ծրագիր։ So pressure-ի հարց չի, բայց այսօրվա տարբերությունը, ինչպես ասամ, տուների առնելու կամ ծախելու, մանավանդ կրեդիտները, մանավանդ տոկոսի buy down-ը, temporary կամ permanent-ը եւ այլն, ռազմավարությունը, strategy-ն է, որ մեզ դեր է կատարում, եթե ճիշտ անենք կամ չանենք, դա մեծ դեր է կատարում տա վրա։ So ուզում եմ, որ listing-ները նայենք շատ արագ կարճ, խորհրդի անդամի համար ձեզի երկու բան ուզում եմ այդ խնդրեմ, մեկ որ անշուշտ էս աշխատանքը, որ տանում ենք, բավականին նյութական դժվարություններ կա, դժվարություն չէ, այսինքն պահանջը կա, so անպայման եթե ուզում եք օգտակար լինեք, կարող եք ինձի մեր կամպեյնին նվիրատվություններ անեք եւ անպայման օգտակար կլինենք եւ շնորհակալ եմ մինչեւ հիմա բավական մեր հայոց ժողովրդից եւ օտարազգերից, որ արդեն մոտ 110,000-ից ավել կարողացել են նվիրատվություն հավաքվել եւ մեկի չել պետք ունենք, որտեղ ժամանակը կարճ է, որ կարողանանք հաղթենք, so եթե սիրով նույնիսկ $10, նույնիսկ $100, բայց չափուսահման ունի $1,440 ամենաշատն է մեկ հոգի կարող է contribute անի, այսինքն նվիրի կամպեյնին, եթե զույգեր են ամեն մեկը 1,440, դե ոչ $500, $200, $100 ամեն ինչը օգնում է։ Նայեմ տոկոսները շատ արագ խնդրում եմ, շատ արագ զոմ ասեմ, որտեղ տոկոսները շատ փոփոխություն չի ելել, մի հատ նայենք խնդրում եմ։ Սկսելով այս առաջի ծրագիրը, որ temporary buy down-ի մասին, այսինքն եթե օրինակ եմ տվել $800,000 տուն արեք, ես եմ ասում, որ ռազմավարություն ասում, մենք կարող ենք ծրագրենք ձեր համար, որ դու 5.75-ի փոխարեն 3.75 արտես, որ $1,000 քիչոտ այլում։ Ձևերը կա, չեմ ուզում հիմա խորանամ, հեռացանեք ասեմ, սա առաջի անգամ first time home buyer-ի համար բացի որ այս 3% կանխավճարի ծրագիրը կա, նույնիսկ ծրագիրում մենք կարող ենք այդ 3%-ը ձեր համար ստանալ այդ 3%-ը։ Սա 20%-ի պարագայում է, ինչպես ասեմ, տոկոսները ամեն օր վրևցած անում են, այսի ուրբաթ օրվա տոկոսներն է, բայց շաբաթվա մեջ միանգամից 40% բարձրանում է կամ միանգամից 40% իջնում է։ High balance-ները ինչ որ վերաբերվում է 832,000-ից 1,249,000 մոտ 6%-ի չափա, որ այս մեկ point-ը որ տեսնում եք, մենք strategy-ով կարող ենք seller-ներից ստանալ այս մեկ point-ը ձեր համար եւ իջացնենք։ Եվ թե տարիների refinance-ի եթե խնդիր ունեք, այս FHA-ներն է, որ 3.5% կանխավճարով հոյակապ ծրագիրներ են, եթե refinance-ի հարց ունեք եւ չեք ուզում տարիները կրճատեք, դրա ձևերն էլ կա, չի նշանակում պետք է անպայման 30 տարվա վարկ հետ էթակ 30-ից սկսեք, 20 տարով կա, 25 տարով կա, որ կարող ենք հաշվենք, նայենք payment-ի մեջ տարբերություն կանի, դե չի անի։ Կամ էլ ոչ նորեն ծրագրելու ձև ունենք, որ կարող ենք strategically ձեզի ցույց տանք, որ ինչպես անեք, որ կարողանաք նորեն կար ժամանակում փակել առանց այն որ տարիները կորցնեք։
Հիմա գուզեմ անպայման լիստինգները նայենք, մի քիչ իմանում եմ երկար խոսացին, բայց ուրեմն լիստինգները անմիջապես նայենք, որովհետև ափսոս է լավ լիստինգներ կա շուկայում, բայց այս բոլորը չեմ կարող ձեզ ցույց տալ, ուսում այդ արագ խնդրում նայենք, մի քիչ արագ եմ ցույց տալու։ Սկսելով առաջի Encino condominium townhouse-ներն եմ ցույց տալիս, սա Encino-ում է շատ լավ թաղամասում է, 2 bedroom 2 bath 1200 square feet, $750 homeowners association-ը, moving condition $5,000, but Encino, good location of Encino, love tuna, it's a great home for a great location, միան homeowners association մի քիչ բարձր է, բայց որպես Encino-ի համար it's a good house։ Մյուսը Reseda 3 ննջասենյակ 3 լվացարան 1305 square feet տունի մեծությունն է $620 homeowners association-ը, ինչպես տեսեք շատ գեղեցիկ ձևի մաքուր վիճակի մեջ է մանրատախտակները, ներկը, խոհանոցը, բացումները, overall it's in good condition, եւ asking price $5,000 for a 3 bedroom 3 bath, not bad, $5,000 եւ private garage-ն ունես, որ կողմը private garage-ը մեն սենյակը կարելի։ Pasadena 1 bedroom 1 bath, այո, մեկ ննջասենյակա Pasadena-ի շատ լավ թաղամասներից մեկն է, բայց նայեք սա ծիրում գործ են արել $590,000 1 bedroom open concept է, որ ննջասենյակը բաց է, բայց նորերից է։ Reseda նորեն 3 ննջասենյակ 3 լվացարան 1272 square feet տունի մեծությունն է $695 homeowners association-ը, բավականին մեծ խոհանոց է 1200 square feet-ի համար, $539,000 asking price from a $424 price per square feet. Reseda-ի համար this is a good price. Chatsworth 3 ննջասենյակ 3 լվացարան 1316 square feet-ն է, jog entrance ունի, դուսից մտնում ես տունը, ուրիշ տուների մոտից չես անցնում, $390 միայն homeowners association-ը, asking price $650,000, տեսեք խոհանոցը մաքուր, գետինները, recess light-երը, moving condition, պատրաստ տունը, nothing wrong with it, $650,000 մեջ 3 ննջասենյակի պետքություն ունեք, here it is, անշուշտ փուլն էլ ունի։ Huntington Beach, այո, Huntington Beach 2 ննջասենյակ 2 լվացարան 1055 square feet տունի մեծությունն է, $625 homeowners association-ը, նորեն պատրաստ մաքուր remodel-ելած, $660,000 asking price, $626 price per square feet Huntington Beach-ում, որ շատ դժվար Huntington Beach-ում այս արժեքների տուն ճարես, so it's a great price։ Այս տունը հոյակապ condominium-ը Glendale 1023 square feet, շատ լավ, $325 միայն homeowners association-ը, սիրուն balcony ունի, դուսը նստես մաս շուրջ խմես, գետիների մանրատախտակը կա, recess light-երը մեծ մասը ունի, խմեք ինչ bathroom-ները բեկե remodel-ելի, բայց շատ լուսավոր, սրտաբաց, washer dryer հոքափը ներսը, այս էլ նստելու տեղն է, լավ վիով, $679,000։ Northridge 3 ննջասենյակ 3 լվացարան 1829 square feet դուսից entrance ունի, տունի նման է, բավականին մեծ է, $468 միայն homeowners association-ը, $7,000 asking price, բայց Northridge-ում այսքան մեծ 1800 square feet, մեկը որ մեծ պետք ունի եւ 3 bedroom պետք ունի, is not a bad price, արժեքն լավենդերի $382 price per square feet, բրավո ստամ, որ արժեքը ճիշտ է դրել, որտեղ մի քիչ upgrade-ի պետքություն ունի եւ անշուշտ մեծ patio էլ ունես դուսը նստելու։ Burbank 2 ննջասենյակ 3 լվացարան 1125 square feet տունի մեծությունն է, $330 homeowners association-ը, $7,000 asking price, բայց դե խոհանոցը լրիվ remodel-ելած, գետինը, մանրատախտակը, bathroom-ները, so it's good job, $7,000 asking price, which is a great price։ Նստելու տեղ էլ ունի։ Glendale 2 ննջասենյակ 3 լվացարան 1188 square feet ունի մեծությունն է, $440 homeowners association-ը, $725,000 asking price, բերում է $610 price per square feet, համեմատաբար location-ին առաջի Glendale-ի թաղամասը շատ ավելի լավ է ստանից, բայց այս է լավ տուն է, որտեղ մեծոտ է, 200 կա եւ այլն։ Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1400 square feet տունի մեծությունն է, $420 homeowners association-ը, ներսը շատ սիրուն է, գետինի մանրատախտակները, recess light-երը, խոհանոցի մաքրությունը, $788,000
asking price, բայց գլենդելում լավ վիճակի տուն է, ինչպես տեսնում եք, ճիշտ ճաշակով դեկորեյտելած է, ամեն ինչ ճիշտ աշխատանք են տարել։ Էլ ունենք Encino 3.3 լվացարան 2075 square feet, բավականին մեծ է size-ը, $834 Homeowner Association-ն է, բայց $829,000, որ շատ լավ արժեք է դրել, $400 price per square feet, Encino-ում, this is a good home, պատրաստ վիճակի մեջ է, գետինի մանրատախտակները կան, խոհան բացումը տեսնում եք լավ վիճակի մեջ է, I don't see anything wrong with this, մոտիկից պետք է տեսնենք, բայց առայժմ ես private garage-ն ունի, այս չափսի համար, այս մեծ balcony-ով, Encino, it's a great home։ Էլեկա կանդում է, Simi Valley 3.4 լվացարան, 2100 square feet-ը տունի մեծությունը, $300 Homeowners Association-ն է, $830,000, բայց it's huge, շատ մեծ տունը, $397 per square feet, Simi Valley-ում, այսքան մեծ տուն, with this price, it's fantastic։ Գներեք մի քիչ արագացնում եմ, հողով տուները նայենք, Palmdale 4.3 լվացարան 2700 square feet տունի մեծությունն է, 20,000 square feet հողամասի մեծությունն է, $115 Homeowners Association ունի, բայց townhouse condominium չի, հողով տունը պարզապես այդ թաղամասի համար է, moving condition, որևէ ծախս չունեք, $700,000 asking price, էսա հայրենակիսին, թաղամաս you pay for the location, թաղամասի անտամը Glendale նույն տունը եթե եսի Glendale-ն էր 2729 square feet տունը Glendale-ն էր, ամենակիչը $2,400,000 արժեքը կեներ, 2.4 million համեմատ 700,000, պարզապես մեկ ժամ քշելու տարբերությունն է։ Sunland 3.3 լվացարան 1148 square feet տունի մեծությունն է, 4400 square feet հողի մեծությունն է, մեծ տուն չի, բայց արժեքը նենց է, որ կարող եք սկսեք starter home, կարող եք բրեմի 3-400 square feet էլ ավելացնել, 759,000, it's a good starter home։ Simi Valley 4.2 լվացարան 1756 square feet տունի մեծությունն է, 6500 square feet հողամասի մեծությունն է, գետինի մանրատախտակները, ռույսես լայթերը, խոհանոցը նոր է, $495 price per square feet, շատ գեղեցիկ տուն է, $870,000 asking price Simi Valley-ում, եթե նորեն այս պայմաններով եւ փուլով տունել է։ Simi Valley նորեն 4.2 լվացարան 1427 square feet, 8200 հողամասի մեծությունն է, նորեն պատրաստ է մաքուր ռույսես լայթերով, գետի մանրատախտակներով, խոհանոցը նայգների ռիմադելած է, փուլ չունի, $900,000 asking price, but it's in moving condition, հոյակապ տուն է ready to go։ Մյուսը Burbank 2.1 լվացարան 928 square feet տունի մեծությունն է, շատ փոքր է, 6500 հողն է, կարող եք ավելացնել, բայց հիմա ներկայիս կարող եք ապրեք the way it is, խոհանոց ամեն ինչ ռիմադելած է, starter home $950,000 asking price, $1,000 price per square feet, մեկ ինչ թանկ են դրել, բայց ինչ անենք։ Canoga Park 3.3 լվացարան 2117 square feet տունի մեծությունն է, 4800 հողամասի մեծությունն է, $1 million asking price Canoga Park-ում, բայց նայեք moving condition, պատրաստ $472 price per square feet, nothing wrong with it, հիմա այս 4800 ավելի մեծ է ուզում, եթե երեխաները ֆուտբալ են խաղում, եթե ֆուտբալ չեն խաղում, բավականին մեծ բակ ունես, որ կարող ես նստես, հույր ընդունես, հաճելի ժամանց կանցածես բակ ես բակը, so այդքան փոքր ու մեծը չեմ ամ ինչքան տարբերություն կանի։ Glendale 3.2 լվացարան 1150 square feet տունի մեծությունն է, 3500 square feet հողամասի մեծությունն է, հողը շատ փոքր է, հող չունի, $1 million asking price, բայց brand new տունը ամեն ինչը նորոգեր են, moving condition Glendale-ում, եթե ուզում եք տուն առնեք, 1 միլիոնից ավել չեք կարող առնեք, չեմ էլ կարծում տեղ ունի այս տունի վրա նույնիսկ ավելացնեք square footage, չեմ խոստանա, որովհետև շատ սահմանափակված ես, բայց ունի այս երկրորդ սենյակը, որ այս այլում որ պաշտոնական չի, բայց ունես երկրորդ սենյակ։ Shadow Hills 4.2 լվացարան 1900 square feet տունի մեծությունն է, 13000 square feet հողամասի մեծությունն է,
$1,180,000 ուրեմն $617 price per square feet Shadow Hills իմանք մեծ հողերով են բայց տեսեք սիրուն գործել արերա մաքուր ռիմադելած է աշխատանքը տարել մեծամասնությունը մեծ մասը այո մեծ մասը ոչ բայց $1,180,000 Shadow Hills-ում 13,000 square feet հողով բավականին նստելու տեղեր ունես բակը definitely enjoyable Glendale 3.2 վացարան 1800 square feet տունի մեծությունն է 7500 square feet հողամասի մեծությունն է փուլով տունը Glendale-ում լավ թաղամասներից մեկն է $1,400,000 asking price for $776 price per square feet Արժեքը լավ են դրել, չեմ զարմանում, թե մեկ քիչ actually վրեվել է թա, որովհետև պայմաններ, ինչպես իմանում եք Glendale-ինը competition-ի հարց է եւ $1,500,000 affordable pool-ով տունը անպայման էսի մեկ քիչ ավել կետ։ Burbank 3.2 լվացարան 1923 square feet տունի մեծությունն է 6000 square feet հողամասի մեծությունն է asking price $1,400,000 նորեն $733 price per square feet տունը պատրաստ վիճակի մեջ է արդյոք մեկ քիչ ավել կեթա possible not much բայց մեկ քիչ որտեղ մեկ քիչ հողը փոքր է համեմատաբար բայց մեկ էլ աշխատանք ունի տանելու so not necessarily շատ ավել կեթա but it's possible մեծ չին բարձրան Glendale 3.2 լվացարան 1480 square feet ունի մեծությունն է 6500 square feet հողամասի մեծությունն է տեսեք Glendale-ում լիստինգները շատացել են ինչպես մեկ քիչ առաջ զեկույցը ասում են բայց ամենը ճիշտ արժեքներով չեն ոմանք են ոմանք չեն so այս տուներից որ մեկ քիչ աշխատանք ունի հինոտ տունը եւ $1,450,000 asking price Glendale-ում 3 bedroom 2 bath 6500 square feet Նույնս ունենք Sunland 3.3 լվացարան 2719 square feet տունի մեծությունն է 18000 square feet հողամասի մեծությունն է վիով տունը փուլով տունը մաքուր տունը պատրաստ տունը $1,600,000 asking price արժեքը $588 price per square feet ճիշտ է դերը համեմատաբար միայն որովհետև մեկ եթե չափսերի պետքություն ունի եւ ուզում է վիու եւ ուզում է փուլ եւ ուզում է ուրեմն you have to pay for this նույն տունը նորից եմ ասում նույն տունը Glendale-ել էր այսօր տարբերությունը Sunland-ին ու Glendale-ին է դա նույն տունը Glendale-ն է այս տունը կարժեր $2,500,000 $1 միլիոն ավել կերտար so տունի problem-ը չունի Pasadena 3.3 լվացարան 2440 square feet տունի մեծությունն է 31000 square feet հողի մեծությունն է դու կարծեմ typo error կա homeowners association-ը $1,400 չի սխալ են type-արել չեմ ինչ է հետո կիմանամ Glendale 4.3 լվացարան 2182 square feet տունի մեծությունն է 10000 square feet հողամասի մեծությունն է $870 price per square feet Խոանոցը բանը ռիմադելած է ինչպես տեսնում եք $1,900,000 asking price $1,890,000 եւ մի մասը ռիմադելած է մի մասը չի բայց մեծամասնությունն է ռիմադելած բայց Glendale-ի լավ թաղամասներից մեկը $1,898,000 10,000 հողամասի մեծությունն է բայց փուլ չունի բայց մեծ հող ունի Glendale 5.3 լվացարան 2545 square feet տունի մեծությունն է 16000 square feet հողամասի մեծությունն է փուլով տունը փուլերուն ինչպես տեսնում եք $2,200,000 asking price ռիմադելած է գետինները ռուսես լայթերը բայց խոանոցի bathroom-ի countertop-երը չի փուլով տունը ինչպես ասամ $2,155,000 բայց bathroom-ները կռիմադել լինի փայտի պատուհաններ ունի բայց աշխատանք ունի տանելու ասեմ ել ունենք դե վերջացնում ենք որտեղ ժամանակս վերջանում է Glendale նորեն 4.4 լվացարան 3000 square feet տունի մեծությունն է 7500 square feet հողամասի մեծությունն է homeowners association-ը $215 սեփական house տունը բայց gated community նման մի բանով դուրս հասնում են $2,500,000 asking price, $813 price per square feet,
բայց շատ գեղեցիկ դիզայնով դեկորով տուն է, նորը համեմատաբար 1989-ի է, so definitely it's a good house, good location, good design, եւ արժեքն չեմ ասում թանկ են դրել, չեմ ասում արժան են դրել, it's not bad, մի քիչ հողի, բակի փոքրություն ունես, բայց ընդհանրապես լավ է։ Օ Glendale 4.4 լվացարան 3696 square feet ունի մեծությունն է, 7800 square feet հողամասի մեծությունն է, փուլով տուն է, ինչպես տեսակ tri-level է, վերև ցած ունի քանի հատ, $2,700,000 asking price, $730 price per square feet, ճիշտ արժեքա դրել եւ էսի կվաճառ։ Շատ շնորհակալ եմ, որ նայում եք եւ հետեւում եք մեր ծրագրերը, անշուշտ Glendale-ի խորհրդի անդամի համար, եթե ուզում եք սայները ձեր հողերում տեղավորվի մեզի հեռաձայնեք, եթե կուզեք անպայման նվիրատվություն անեք website-երի վրա կարող եք հեռաձայնել կասենք, եթե տուն առնելու կամ վաճառելու ծրագիր ունեք, անպայման հեռաձայնեք, որտեղ ամեն մարդու համար տարբեր է, նույնը չի ձեր հետ խորհրդացել մանրամաս ինչ պետք է անեք։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մայիսին, ցտեսություն։ Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Քվեարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։